բայց ընդդիմությունը մտավ իշխանությունների թակարդի մեջ, այդ գցած թակարդի մեջ նախկին ներկա պրոռուսական, հակառուսական, չգիտեմ, պրոարևմտյան, հակաարևմտյան, չգիտեմ, այս թակարդները որ դրվեցին։ Մտավ դրա մեջ եւ արդյունքում հիմա չեմ ուզում անվանական անդրադառնամ, ներկայացրեցին կուսակցության ցուցակներ անհայտ կենսագրությամբ մարդկանցով համալրված եւ ինձ սա է մտահոգում, բայց ես որպես ընտրող ես ուզում եմ քաղաքական փորձառություն ունեցող, քաղաքական բովանդակություն ունեցող մարդկանց ընտրեմ, վերջի վերջո ընտրությունը քաղաքական process է։ Իհարկե ճիշտ է եւ դրանով ցավոք սրտի կտրվում է տրամաբանական կապը սերունդների միջեւ, որովհետեւ իհարկե միշտ էլ պետք է երիտասարդությանը տեղ տալ, ներգրավել եւ այլն, ակնհայտ է, բայց այդ երիտասարդությանը պետք է նաեւ գիտելիք ու փորձ փոխանցող մարդիկ, որ իրենց կողքին լինեն, իրենց աջակցեն, որ իրենք կարողանան լիարժեքորեն դրսևորել։ Այդ տեսակետից համոզված եմ, որ այդ դիտարկումը միանգամայն ճիշտ է, ցավոք սրտի մի կողմից իսկապես ազգանուններ են, անգամ բարձր տեղերում, որոնք մարդկանց ոչինչ չեն ասում, երբեմն էլ մարդկանց էս հանդիպում ցուցակներում, որ վաղուց իրենք վերջացել են որպես քաղաքական գործիչներ։ Այդ խնդիրը կա, այդ դժվարությունը կա, սակայն թերևս հիմա ճիշտ է, հաշվի առնելով մնացած կարճ ժամանակահատվածը, փորձել լուծել մի խնդիր։ Դա հետևյալն է։ Այս շարունակական անկումն ու աղետը, որ Հայաստանում տեղի է ունենում տարիներ շարունակ, շարունակվելու ակնհայտ դրսևորումներ ունի ընտրություններից հետո, անգամ վստահ եմ իշխանությունները սպասում են հենց այդ ընտրությունները ավարտվեն, իրենք հաղթեն ու անցնեն իրենց ավերների մյուս ուղղություններին կամ կիսատ մնացած գործերը շարունակելուն, եկեղեցու հետ կապված, սահմանադրության հետ կապված եւ բոլոր ուղղությունների հետ կապված, այո, ակնհայտորեն շատ են այդ հարցերը։ Հիմա եւ ընտրողը առաջին հերթին պիտի փորձի երկիրը ազատել այդ սպասվող աղետից։ Սա ամենակարևորն է, որը պիտի ընտրողը հաշվի առնի։